Win-win կամ հայերեն հաղթանակ լուծում է, որ հաղթում են երկուսը։ Հաղթում է պետությունը, հաղթում է թոշակառուն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հաղթանակներ է արձանագրում տարին ամփոփելիս։ Անկանխիկ գնումների դեպքում հետվճարը կենսաթոշակների քարտերին կդառնա 20%, նախկին 12%-ի փոխարեն։ Եղել է 12% եւ մինչեւ 6000 դրամ, բայց հունվարի 1-ից այն դարձել է 20% եւ 10,000 դրամ բոլոր կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար։ Որպես հետվճար 31 միլիարդ դրամ է վերադարձվել թոշակառուներին, որոնց Թորոսյանը հաղթող է անվանում։ Գոհ են իրենց հաղթանակից հետվճար ստացողները։ Ես հետվճարի մասին շատ եմ մտածել, բարձրանա, բայց նայածումը քիչ ստացողին ոնց կբարձրանա։ Եթե մարդը 30,000 թոշակ է ստանում, ոնց կստանա 9,000 կավելանա։ Դրա համար ասում են, որ թող մեկին 9,000, 10,000 ավելացնեն։ Սերգեյը 66,000 դրամ թոշակ է ստանում։ 70 տարեկան եմ, 70 տարվա ստաժ ունեմ։ Լսել է, որ կառավարությունը թոշակը բարձրացնելու փոխարեն հետվճարի տոկոսն է բարձրացրել։ Ասում է, մանիպուլացնում են անտեղյակ թոշակառուներին։ Համոզվել է, ամեն անկանխիկ գնումից չէ, որ քեշբեք է ստանում։ Ասում է, մատիցդ պետք է հոտ քաշես, որ խանութից առևտուր անես, որ ստանաս հասանելիքդ։ Ինձ ակնոց առա, այդ իսկի չէին հաշվել։ Բայց իմ համար մեծ մարդ եմ, ակնոց եմ առնում, իրավունք չունեմ համար ակնոց առնել, այս զարման։ Էդի չէին հաշվել մեջ այդ բանի։ Հանել են այդ գումարը։ Այ քեզ բան արա։ Բայց ինձ ակնոցով պետք է առնի։ Ամբողջ կյանքում քրտնաջան աշխատած Սերգեյի 66,000 դրամ թոշակը քարտին մնում է 30 րոպե։ Մտնում եմ սիտեր, եկնեսում պրծացրել, հոգիս ազատվում է։ Կենսաթոշակի քարտով առևտուր անելու, հետվճար ստանալու պետության առաջարկից դժգոհ են թոշակառուները։ Եթե թոշակի բարձրացման փոխարեն պետությունը հետվճար է սահմանել, ուրեմն թոշակառուն դա պետք է ստանա անկախ թոշակի օգտագործման եղանակից։ Չէ, ես պիտի խոսեմ, ես հենց բան էի ուզում, որ արտահայտվեմ, ոչ։ Ինչու մեր թոշակները կապում է խանութի հետ Փաշինյանը։ Դուք գնացեք խանութից առևտուր արեք 10,000 դրամ կավելանա։ Ես չեմ ուզում, խանութից առնող ունեմ ես։ Ես հիվանդ ամուսին եմ պահում, ինքս հիվանդ, դեղորայք եմ առնում։ Ես 30,000 դրամի դեղորայք եմ առնում։ Ես ոնց կարող եմ 50,000 դրամ թոշակ եմ ստանում, համ իմ կարիքները հոգամ։ Համ թորներ ունեմ, ծորներ ունեմ։ Հաճախ հետվճարից չեն էլ օգտվում թոշակառուները, որովհետև քարտից օգտվել չգիտեն։ Անհաջող փորձերից նյարդայնանում են, օրվա հացի փողը կորցնելու վախով լցվում։ Ես ինքս չեմ կարողանում դրանով առևտուր անեմ։ Քարտի փողը մեկին խնդրում եմ, ինքը հանում տալիս է իմ ձեռը։ Ձեռքին եղած կանխիկով 70 տարեկան տիկին Մարիամը սնունդ, դեղ է առնում, կոմունալները վճարում։ Հերիքում է, իհարկե։ Ինքը հողգազ վառելու ճոխությունից չի օգտվում։ Ես գազ չունեմ, ես ուղղակի այն ֆուջիկաներից եմ վառում կամ այդ փոճուր գազերից եմ օգտագործում։ Ես հետի որ գազներ վառեմ, ես вообще չեմ կարող։ Բանվորները ինչ գործ ունեն, որ փողը գումարը շատ ստանան, իսկ ղեկավարները ինչ ստանան։ Բարձր խաղի մարդիկ թող լավ ստանան։ Իրանց երեխեքը, իրանց կանայք, իրանց հարազատները ուտելու, ապրելու իրավունք ունեն։ Իսկ հասարակ մարդիկ իրավունք չունեն ապրելու։ Ես ինչ գազ վառեմ, բալոնով գազ եմ առնում, որ այսինքն ինչու օգտագործեմ։ Այնա որ իրանք պետք է մտածեն մարդկանց մասին, ոչ թե իրենց գրպանի, իրենց երեխեքի, իրենց անդամների մասին։ Մտածում են, վստահեցնում է նախարար Թորոսյանը։ Բացի հետվճարից, պետությունը հոգում է նաև թոշակառուների առողջության մասին։ Պետական բյուջեից 10,800 դրամ ամեն ամիս փոխանցվում է թոշակառուների առողջության ապահովագրությանը։ Հաստատի կարելի է ասել, որ մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10,800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք ապահովության հիմնադրամին, այդ ծախսերը կարող է լինել 100,000-ավոր դրամների, որտեղ 100,000 դրամից էժան բժշկական միջամտություն պարզապես չկա։ Հեգնում են թոշակառուները։ Թորոսյանի ասած 100,000-անոց միջամտությունների կարիքը գուցե չունենան, բայց առանց դեղի կամ հացի ապրել չեն կարող։ Թող իմ թոշակին տա։ Ես չեմ սիրում դες բան, ես չեմ ուզում։ Ես ուզում եմ իմ փողը իմ մոտ իրի։ Կարող է ես էջքի ոչ էլ հիվանդանում եմ։ Ես ունեմ բարձր ճնշում, մինչև 200, այդ դեղերը շատ թանկ են։ Քեշբեք, առողջության ապահովագրություն, անտեսանելի փող չեն ուզում թոշակառուները, ուզում են կենսաթոշակների ուղիղ բարձրացում։ Լինելու է, հարցի իմաստը չի հասկանում Արսեն Թորոսյանը։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում հարցի իմաստը։
Եթե նպատակը շատ գումար ստանալն է մեր քաղաքացիների, ինչ տարբերություն, ինչպես է դա բարձրացվում, երբ որ ես ներկայացնում եմ մեխանիզմ, թե դա ինչքան ձեռնտու է թե շահառուին եւ թե պետությանը։ Թոշակները բարձրացնելու իմաստ կարծես չի տեսնում նաև Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում էր հայտարարել, տունը ջեռուցել չկարողացող քաղաքացիների տները չեն տաքանա, անգամ եթե թոշակները բարձրանան 20,000 դրամով։ Եթե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու։ Ապուշ դուրս է տալի։ Մենք էլ իմաստ вообще չունենք, մեզ էլ վտարի գնանք սեից։ Մի հատ բան սարքեն Ամերիկայի, Ավստրալիայի նման ռեզերվացիա տանեն լցնեն ինձ այդ թոշակառուներին, սպասեն երբ կմեռնենք էլ։ Թոշակառուներին ձեռ առնեն։ Չեն էլ ամանչում։ Սկի օրվա հացի ու պաների չի հերիքում խեղճերի թոշակը։ Եթե երեսներս չպնդենք բարեկամներին, ոչ մեկն էլ չի ապրի, թող իզուր գլուխ չգովան։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։